Մարտի 7-ին Apple ընկերությունը կներկայացնի նոր iPad 3-ը։ Պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, բայց ընկերությունը լրագրողներին ուղարկել է իր միջոցառմանը մասնակցելու հրավիրատոմսեր, որոնցում գրված է եղել. Մենք ունենք մի բան, որն իսկապես պետք է տեսնել եւ շոշափել։ Նամակի հետ գծված է եղել նաև iPad-ի նկար։ Սպասվում է, որ նոր iPad-ը ունենալու է ավելի լավ ֆոտոխցիկ, 4G եւ իհարկե Siri։ Երևանում այս պահին 1 աստիճան է, ծանոթացեք եղնեք տեսան ամբողջ Հայաստանում։ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Խորհուրդը գտել է, որ օրինագիծը ոտնձգություն է երկրում խոսքի ազատության նկատմամբ։ Նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ Նիկոլա Սարկոզին կառավարությանը կարգադրել է համանման նոր օրինագիծ մշակել։ Ողջույն։ Բարի լույս, Գայանե։ Համոզված եմ, որ այս թեման գլխավոր թեման է մեր թերթերում։ Այո, դու ճիշտ ես, Գայանե, առաջին էջերին թերթերի խմբագրականներում այս թեման է հայտնվել, բայց մյուս կողմից, քանի որ երեք այս լուրը բավական ուշ ստացվեց, թերթերը չեն հասցրել մեծ վերլուծականներ թեմային նվիրել, ինչևէ, օրինակ, ժողովուրդը իր առաջին էջում գրել է Նալբանդյան նուխտի ականջում քնած է, նշելով, որ մեր իշխանությունները, երբ դեռ ընդունվեց օրինագիծը Սենատի կողմից, մեծ ոգևորությամբ ողջունեցին, նույնիսկ նախորդին մեր արտգործնախարարը ավստրիական դեռ ստանդարտ պարբերականին տված հարցազրույցում նշում էր, որ Ֆրանսիայի իշխանությունները լիակատար աջակցում են այս օրինագծին, մինչդեռ այսօր մենք բոլորովին այլ արդյունքներ ենք արձանագրում։ Եվ թերթը հիմնականում ավելի շատ տարակուսում է եւ մտահոգ է գյումրեցի երեխայի համար, որի անունը Սարկոզի դրվեց։ Ըստ էության նույն կոնտեքստով է մոտեցել խնդրի նաեւ ժամանակ պարբերական իր առաջին էջում նույնիսկ երեխա է պատկերել եւ գրել է ափսոսեր երեխան ու գրել է, որ պետք է դասեր քաղենք մեր ոգևորության եւ նաեւ խելամիտ քայլերի տեսանկյունից, նաև երկիրը իր առաջին էջում գրել է հաջողության տերը, անհաջողության տերն է, նկատի ունենալով կրկին դասեր առնելու եւ ավելի խելամիտ վարվելու մոտեցումը։ Օրակարգ իր խմբագրականում գրել է ինչպես 6 տարի առաջ եւ նշել է, որ ինչպես 6 տարի առաջ այդ օրինագիծը չհաղթահարեց Սենատի բարիերը, այս անգամ էլ կարծես սահմանադրական խորհրդի, բայց 3 կարևոր դրույթ է առանձնացրել օրակարգը, նշելով, որ զուտ նախընտրական պրագմատիզմի տեսանկյունից Ֆրանսիայում այս օրինագիծը 3 հարց լուծեց։ Այսպես Սարկոզին շահեց կարծես հայ համայնքի համակրանքը ցույց տալով, որ մինչև վերջ գնաց, մյուս կողմից նա մեղմեց թուրքերի զայրույթը եւ վերջապես հակադրվելով թուրքերին մինչև վերջ չգնաց Թուրքիային ավելի ճիշտ, ապահովելով թուրքական կապիտալի այսպես բարվոք վիճակը Ֆրանսիայում կամ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները։ Իսկ արդյոք հնարավոր չէ, որ Սարկոզին մինչև սահմանադրական խորհրդի որոշումը ստորագրեր։ Այո, դիտարկել պետք է սպասել որոշմանը։ Ոչ, հնարավոր է եւ նույնիսկ մեր թերթերը անդրադարձել էին այդ տեսանկյունից թեմային եւ գրել էին չենք ուզում հավատալ կարծես որ սա նախընտրական մշակված պլան է, բայց մյուս կողմից նա կարող է ստորագրել եւ ինչու չգնաց այդ քայլին։ Հետեւաբար թերթերը դիտարկել են սա նախընտրական կարծես PR-ի ինչ որ տարբերակ եւ հետաքրքիր է որ առավոտին տված տեսակետի մեջ թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը նշել է որ իրականում այս ամենը տեղի ունեցավ թուրքական վախի մթնոլորտ ձևավորելու արդյունքում թուրքերին հաջողվեց ստեղծել այդ վախի մթնոլորտը։ Իսկ ազգը օրինակ անդրադառնալով թեմային հարց է բարձրացնում, արդյոք հոլոկոստի դեպքում ֆրանսիացիները չեն կարող շղթել եղելություն, իսկ հայոց ցեղասպանության դեպքում ստացվում է, որ կարողանում են շղթել։ Կարծես երկակի ստանդարտները կիրառվում Ֆրանսիայի կողմից։ Եվ Գայանե, երկրորդ թեման, որը առավել գերակայող էր մեր մամուլում, եւ եթե հաշվի առնենք այս լուրը չլիներ, նա էր առաջին տեղը զբաղեցնելու։ Երեք ազգային ժողովում երկու կարևոր այդ օրինագծերի քննարկումն է համամասնական մեծամասնական ընտրակարգի եւ նաեւ արտակարգ իրավիճակների ժամանակ իրավական ռեժիմի սահմանման։ Երեք նաեւ ազգային ժողովի շենքի դիմաց տեղի է ունեցել այսպես ցույց, ակցիա այդ համամասնական 100% համամասնականին անցնելու աջակցությանն ուղղված, հիմնականում արտախորհրդարանական ուժերն են կազմակերպել, մասնավորապես ՀԱԿ-ը, եւ ահա առաջին էջերում օրինակ հայկական ժամանակը նաեւ 4-րդ ինքնիշխանությունը պատկերել են այդ ակցիան եւ ուշագրավ վերնագրեր են ընտրել նաեւ ձեր մեծամասնականը մեր համամասնականին չի կամ
գալ տարի համամասնականին մեջ, ուշագրավ է, որ հրապարակ այս թեմային, այսինքն խորհրդարանական այդ քննարկումներին նույնիսկ 2 հրապարակում էր նվիրել, հերթական մեծ աղմուկը ոչնչից, 100% համամասնականի հարցը եւ այլն։ Առավել ուշագրավը հայկական ժամանակի վերնագիրն ըստիս ինձ համար թերթը գրել էր ցինիկ ինքնախոստովանություն եւ ուշադրության կենտրոնում էր իր պահել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը այն մասին, որ նա բաց հայտարարել է 3 ազգային ժողովում, որ այդ 100% համամասնականին չանցնելու որոշումը քաղաքական որոշում է եւ ոչ թե իրավական, սա պարզապես ձեռնտու է իշխանություններին, բայց տեքստով կարծես ասել է Հրայր Թովմասյանը։ Եթե չեմ սխալվում, քվեարկությունը այսօր։ Այո, այսօր առավոտյան է լինելու 2 այդ կարևոր եւ աղմուկ հանած օրինագծերի քվեարկությունը, սպասենք տեսնենք արդյունքները։ Այսքան այսօր Գայանե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։